Ինչի մասին են Ալիևի հայտարարությունները, պահանջներ, սպառնալիք, չարդարացված ծավալապաշտություն։ Վարդան Ղուկասյանը երդվեց եւ ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը։ Իսրայելը կարող է առաջիկա ամիսներին հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Զանգվածային թունավորում Բաքվում հարսանիքի մասնակիցներից 32-ին տեղափոխել են հիվանդանոց։ Շտաբ վաճառքի զոհերը լիստեյեմով հեռախոս վաճառելը գլխացավանք է դարձել։ Օդի աղտոտվածության խնդիրը տասնամյակների հարց է, Ավինյանի անդրադարձը։ Երուսաղեմում վառվել է սրբազան կրակը։ Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է Սուրբ Զատկի ճրագալույցի արարողությունը։ Եվ աշխարհում առաջին անգամ մարդկանց եւ ռոբոտների կիսամարաթոն է անցկացվել։ Բարի երեկո, ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում, ժամը լրատվականի գլխավոր թողարկումը։ Ադրբեջանը ուզում է խաղաղություն, հարցը ամենևին էլ հռետորական չէ։ Ադրբեջանի կողմից ամենօրյա ռեժիմով թարմացվող ստահոդ լուրերը այն մասին, թե Հայաստանի զինված ուժերը կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հաստատում են այդ կասկածները։ Փորձագետները համոզված են, Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ մտադրություն։ Նրանք չեն բացառում նաև թշնամու կողմից սահմանային բախումների հրահրման հնարավորությունը, քանի որ սահմանային լարվածությունը որպես քարտ միշտ այդ ձեռնտու է բռնապետներին, թե ներսում, թե դրսում հարցեր լուծելու համար։ Ինչի մասին են Ալիևի հայտարարությունները, պահանջներ, սպառնալիքներ, չարդարացված ծավալապաշտություն։ Ադրբեջանի նախագահն ու իր տարբեր պաշտոնյաներ հերթով ու կարգով միայն պահանջների լեզվով են խոսում մեր երկրի հետ հարաբերություններ կարգավորելու մասին, նախապայմաններ ու օդում կախված սպառնալիք, թե եթե չհամաձայնեք կկրակենք։ Ստերը թարմացնում են ամենօրյա ռեժիմով։ Այսօր նորից Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ստիպված եղավ հերքել Հայաստանի զինված ուժերի կրակելու մասին ադրբեջանական հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում։ Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Քանի դեռ Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը իր զորքերին հրաման է տալիս, այսպես ասենք, վախեցնել, մեկ-մեկ կրակել, հետո խաբել, թե հայերն են կրակում, Հայաստանում խոսում են Հարավային Կովկասի պատմության նոր խաղաղ էջ բացելու մասին։ Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի եւ պատերազմի մասին։ Այս ամենին զուգահեռ ադրբեջանական զինվորները ապօրինաբար շարունակում են մնալ մեր երկրում, հայ գերիները Բաքվի բանտերում դատվում են կեղծ ու հնարած մեղադրանքներով, բացառապես քաղաքական նկատառումներով։ Ադրբեջանը շարունակում է պահանջել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք իր թելադրած պայմաններով առանց թաքցնելու, հայտարարելով, թե այդ ճանապարհը ուզում է առանց հայկական միջնորդության, փաստացի Հայաստանի սուվերենությունը չհարգելով։ Խաղաղության պայմանագիրն էլ, որը Հայաստանը օր առաջ պատրաստ է ստորագրել, դարձյալ ադրբեջանական նախապայմանների պատճառով դեռ միայն թղթի վրա է։ Ըստ էության հայկական ու ադրբեջանական խոսույթները խիստ տարբեր են։ Քաղաքագետները կարծում են, որ սպառնալիքների ֆոնին Հայաստանը հնարավոր էսկալացիայի ցանկացած ադրբեջանական արդարացում նախապես կանխում է։ Եթե սահմանին բախումներ կամ այլմասշտաբ պատերազմի ամբողջ մեղքը միջազգային հանրության կողմից բարձրի Ադրբեջանն է։ Այսինքն, որպեսզի միջազգային հանրությունը հասկանա, որ եթե պատերազմ է, ուրեմն դրա գլխավոր շահառուն Ադրբեջանն է, դրանից բխող հետևանքներով։ Այն, որ Ադրբեջանը խաղաղություն հաստատող պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի, պարզից էլ պարզ է։ Մյուս կողմից լայնածավալ էսկալացիան էլ է բացառում քաղաքագետը։ Այս իմաստով Ադրբեջանի ձեռքերը կապված են, պարզ ասած որևէ հիմնավորում բերել չի կարող, բայց փորձագետը չի բացառում, թե կարող է սահմանային բախումներ հրահրվեն։ Սահմանային լարվածությունը միշտ ձեռնտու է բռնապետներին, թե ներսում, թե դրսում հարցեր լուծելու համար։ Դրա համար նա չունի լեգիտիմ հիմք։ Այն որ ինքը խաղաղասեր չի, այն որ ինքը անընդհատ փորձելու է Հայաստանի լարվածություն պայմանավորել լսարանի համար, ներքին քաղաքականության տեսանկյունից բոլոր բռնապետերին պետք է արտաքին թշնամու կերպարներ, պետք է որ անդադար դիմի պատերազմ, եւ այլ որպեսզի ներքին խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղվի։ Պատճառները բազմաթիվ են եւ Հայաստանին ճշմարտ տակպայի։ Նախորդին Ադրբեջանի նախագահը իր երկրում հավատարմագրված դիվանագետներին հավաքել ու Արցախ էր տարել, հպարտանալով հաջողություններով ու հաղթանակներով։ Էթնիկ զտումներն ու ադրբեջանական բարբարոսությունները իհարկե լուսանցքից դուրս են մնացել։ Ալիևը մոռացել է նաեւ զինվորական դատարանի դռները բացել այն բազմաթիվ դիվանագետների ու անկախ դիտորդների առաջ, որոնք ցանկություն են հայտնել պարզապես հետևել հայերի դատերին։ Տիգրանոյի Գուրգինյան, ժամը լրատվական։
Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից, այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը երկու կողմերի ջանքերի արդյունք է եւ փաստաթղթի ստորագրումը կլինի խաղաղության գործընթացի վերջնական փուլը։ Գյումրին նոր քաղաքապետ ունի, սա երթմնակալությամբ պաշտոնը ստանձնած Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման 5-րդ շրջանն է լինելու։ Քաղաքացիական պայմանագիրը բոյկոտեց ինչպես Ղուկասյանի երթմնակալության արարողությունը, այնպես էլ ավականու առաջին նիստը։ Հիշեցնեմ, Հայաստանի գլխավոր դատախազությունը Գյումրիի նորընտիր ղեկավարին մեղադրում է մոտ 40 դրվագով պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կեղծիքի փողերի լվացման համար։ Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը, երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավականու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների, պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեվոր վերելքին։ Իսրայելը չի բացառում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացմանը, որ ինքը հիմա պատրաստ չէ աջակցել նման որոշմանը։ Ըստ Reuters-ի անցած ամիսների ընթացքում Իսրայելը Թրամփի վարչակազմին մի շարք առաջարկներ է ներկայացրել տարբեր ինտենսիվության գործողությունների վերաբերյալ, ուղղված իրանական միջուկային օբյեկտների դեմ, այդ թվում ավիահարվածների եւ հատուկ նշանակության ուժերի կիրառմամբ։ Հնարավոր ժամկետ է նշվում գարնան վերջը կամ ամառը, նշվում է, որ իսրայելցի պաշտոնյաները հակված են սահմանափակ գործողության, սակայն ամեն դեպքում Իսրայելին անհրաժեշտ կլինի ստանալ Միացյալ Նահանգների աջակցությունը առնվազն Իրանի պատասխան հարվածների դեպքում։ Ավարտվել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը, որը տեղի է ունեցել Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, սկզբում բանակցությունների գոտին լքել է ամերիկյան, ապա իրանական պատվիրակությունը։ Հանդիպման արդյունքների մասին պաշտոնական հայտարարություններ դեռ չեն հնչել, այնուամենայնիվ իրանական պետական իռնագործակալության փոխանցմամբ կողմերը Իրանը, Օմանը եւ ԱՄՆ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա օրերին, այն է հաջորդ շաբաթ բանակցությունների երրորդ փուլն անցկացնելու վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը զատկի զինադադար է հայտարարել Կրեմլում հանդիպան ժամանակ լսելով Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցը մարտական շփման գծում տիրող իրավիճակի մասին, Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը մինչև ապրիլի 21-ի ժամը 00-ն կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները։ Մենք կարծում ենք, որ ուկրաինական կողմը կհետևի մեր օրինակին, միևնույն ժամանակ սակայն մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու հակառակորդի հնարավոր բոլոր սադրանքները, նշել է նա։ Ուկրաինայի մայրաքաղաքի փողոցներում այսօր զանգվածային ձերբակալություններ են իրականացվել, դա տեղի ունեցել զինյալների խմբի եւ ոստիկանների միջև սկսված բախումներից հետո զանգվածային անկարգությունների պատճառը Կիևում անցկացվող ԼԳՊՏ կինոփառատոնն է եղել։ Բաքվում հանդիսությունների սրահներից մեկում հարսանեկան արարողության ժամանակ զանգվածային թունավորում է տեղի ունեցել, արարողության մասնակիցներից 32-ին սննդային թունավորման ախտանշաններով տեղափոխել են հիվանդանոց։ Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությունը հետաքննում է զանգվածային թունավորման պատճառները, լրատվամիջոցները նշում են, որ գործակալության փորձագետները նմուշներ են վերցրել հյուրերին մատուցված սննդամթերքից, փորձաքննության են ենթարկվել նաև սեղաններից վերցված անձեռոցիկները։ Դուժասներից 23-ը կին է, 9 տղամարդ։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Օդի աղտոտվածության խնդիրը տասնամյակների հարց է, Ավինյանի անդրադարձը։ Երուսաղեմում վառվել է սրբազան կրակը։ Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է Սուրբ Զատկի ճրագալույցի արարողությունը։ Եվ աշխարհում առաջին անգամ մարդկանց եւ ռոբոտների կիսամարաթոն է անցկացվել։ Շարունակում ենք թողարկումը։
Այսօր կայացել է STEAM Expo 2025 միջոցառումը, որը որպես երիտասարդ սերնդի զարգացման առանցքային հենասյուներ միավորում է գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարապետությունը ու մաթեմատիկան։ Գլխավոր հովանավորը Արարատ բանկն է, այս տարի Expo-ին մասնակցում է 200-ից ավելի աշակերտ և 30-ից ավելի STEAM ուսուցիչ։ Իրենց նախագծերը նրանք ներկայացրել են ինտերակտիվ ձևաչափով։ STEM Expo 2025 գիտական միջոցառումը միավորել է գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունն ու մաթեմատիկան։ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավորը Արարատ բանկն է։ Արարատ բանկի սոցիալական ծրագրերի բավականին մեծ մասը հատկացված է գիտությանը, կրթությանը և կրթական ծրագրերը մեր մոտ գերակշռում են։ Արփա ինստիտուտի հետ համագործակցությունը մեզ համար անչափ կարևոր է, որովհետև ինստիտուտը որպես այդպիսին գործում է ավելի քան 30 տարի և գիտական և կրթական ոլորտում բավականաչափ մեծ դերակատարում է ունեցել և մինչ այսօր շարունակում է ունենալ։ Արարատ բանկն է, որ առաջինը դա արել է, որ հովանավորել է նման ծրագիր և դա դուռ է բացում, հույսով եմ, և խրախուսանք է և օրինակ է ծառայում ուրիշներին, որ իրականում շատ կարևոր է, որ բանկերը օգնեն համայնքին։ Արարատ բանկը STEM Expo-ի գլխավոր հովանավոր լինելուց զատ այս տարի համագործակցություն է մեկնարկել Արփա ինստիտուտի հետ և 5 հանրակրթական դպրոցների համար ֆինանսավորել կրթական փաթեթների պատրաստումն ու ներդրումը։ Ֆինանսավորել ենք Լոռու մարզի 5 հանրակրթական դպրոցների համար կրթական փաթեթներ, որոնք կներդրվեն դպրոցներում նոր ուսումնական տարում և այդպիսով երեխաներին և ուսուցիչներին հնարավորություններ կտրվի իրականացնել նախագծահեն ծրագրեր։ STEM Expo 2025-ը միավորել է 2 խոշոր նախաձեռնություն։ STEM-ար կրթական ծրագիրը, որը խթանում է նախագծահեն ուսուցումը Հայաստանի դպրոցներում, տրամադրելով ուսուցիչների վերապատրաստում, գիտական սարքավորումներ և շարունակական աջակցություն։ Մենք փորձում ենք ոչ թե արտադասարանային սկզբունքով լուծել որոշակի կրթական խնդիրներ, այլ փորձում ենք հենց դպրոցում երեխայի ուսանելու ժամանակը դարձնենք ավելի իմաստավոր և ավելի օգտակար իր ապագայի համար։ Արփա ինստիտուտը վերջին 3 տասնամյակում եղել է Հայաստանում գիտության, կրթության, առողջապահության և տեխնոլոգիաների ոլորտում մի շարք առաջատար նախաձեռնությունների շարժիչ ուժը, նպաստելով երիտասարդների գիտական կրթությանը, նորարարությանը և մասնագիտական աճին։ Նաիրի Մունադյան, Վահան Գուլեյան, ժամը լրատվական։ Շտաբ վաճառքի համար քաղաքացիները հայտնվում են խաբվածի կարգավիճակում, թիրախավորվում են List AM-ում։ Հենց այստեղ են հիմնականում չակերտավոր գնորդները գտնում իրենց հերթական զոհերին։ List AM-ով հեռախոսը վաճառելը գլխացավանք դարձավ 29-ամյա կնոջ համար։ Ասում է, կապվել են հետը, որ գնեն հեռախոսը։ Երկար քննարկել են, գին համաձայնեցրել, որից հետո առաջարկել են նույն օրը հանդիպել ու վերցնել այն։ Առաջին անգամը չէ՞ լի մեր ընտանիքով այդ հարթակում ինչ-որ բան եք փորձում վաճառել, հերթական վաճառքն էինք ուզում իրականացնել, իմ հեռախոսն էր։ Որոշ ժամանակ հետո ինձ մի աղջիկ է գրում, փորձում ենք քննարկել, թե ոնց ենք անելու փոխանցումները վճարման հետ կապված, ես ոնց եմ իրեն հեռախոսը փոխանցել։ Հենց ինքն է ձեզ առաջարկել հանդիպել որ վերցնի հեռախոսը։ Ասացի, որ նույն օրը չեմ կարող, ինքը որ դա նվերի համար է եւ այսօր է պետք։ Էլի ինքը առաջարկեց, որ միջոց գիտի։ Ճակերտավոր գնորդն ասել է, որ զբաղված ես ալտերնատիվ տարբերակ եմ առաջարկում ու Yandex հավելվածի հղում տվել, որ վաճառողը լրացնելով անձնական տվյալները, քարտի հաշվեհամարն ու եռանիչ թիվը տեսնի վճարված գումարը, որից հետո էլ հենց Yandex-ի առաքման ծառայությունով պիտի փոխանցեր հեռախոսը։ Ասում է, հավելվածը չափազանց իրական էր կասկածելու համար, որ իրեն խաբել են։ Սկզբի շրջանում մենք միշտ լսում ենք, որ նման խաբեությունները ռուսերենով են արվում, ինչ-որ այլազգիներ են զանգում են, ասում են, որ ես ինչ-որ միգրանտ եմ, ինձ շտապ ձեր սառնարանն է պետք գնեն, տեղափոխվել եմ ուրիշ քաղաքում եմ, ուղարկում էին կեղծ լինքեր, որոնք այնպես էին սարքած, որ նմանեցվում էին որևէ վճարային հավելվածի։ Դրա մեջ մտնում էր կարևոր բաղադրիչ, որ ասում էին անպայման ձեր քարտի վրայի թվերը տվեք եւ եռանիչ թիվ։ Հիմա հաճախ թիրախ են դառնում հենց List AM-ի վաճառողները, քանի որ շտաբ վաճառքի համար մեծամասնությունն այդտեղից է օգտվում, ասում է մասնագետը, որ երևույթը տարածված է ու հաճախադեպ հաստատում են նաև քննչական կոմիտեից ու ոստիկանությունից։ Թվերի վիճակագրության մասին տեղեկություններ հնարավոր կլինի ստանալ գրավոր հարցումից հետո։ Ասում է ինքն էլ դիմել է իրավապահներին, հույս ունի, որ խնդիրը լուծելու են։ Ամուսնուս իրականում չի ասել այդ պահին, հետո որ արդեն հասկացա, որ չէ, ամեն ինչ արդեն շատ լուրջ է, ինձ մեսիջներ ա գալի այդ վարկի մասին եւ այլն։
Ես նախ դիմեցի ոստիկանություն, մեծ կոնֆլիկտ ունեցանք ես ու ամուսինս, դեռ ես էի մեղավոր, ես չեմ տիրապետում նման կայքերին, հղումներին, ու ամուսինս ասաց, որ ինքը կոպիտ ասած իր ձևերով էլի հարցին լուծում կտա։ Հետո ոստիկանության հետ ինքն է կապի մեջ եղել։ Ես էլ խաբեության թիրախ եմ դարձել, միայն թե խնդիրներ ունեցա ոչ թե ամուսնուս, այլ ընտանիքիս հետ։ Հայրս դժվարությամբ հավատաց, որ կիբերհանցագործների ճանկն եմ ընկել։ Տեխնիկայի ժամանակներում բարդ է հասկանալ, երբ ենք ես խաբում։ Ուստի անձնական տվյալների ձիգ պահելը պետք է չգրված օրենք դարձնենք։ Զգոն եղեք։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Այս 6 հեկտարից բացի վերջին 3 տարվա ընթացքում մոտ 48 հեկտար տարածքի վրա 20,000 ծառ ենք տնկել։ Լրագրողների հետ զրույցում այսօրվա ծառատունքի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Խոսելով օդի աղտոտվածության խնդրի մասին, քաղաքապետը նշել է, որ դա տասնամյակների հարց է։ Քաղաքապետարանը ունի իր քառամյա ծրագիրը, այդ խնդրի լուծման մեղման ուղղությամբ, հիմնական գործիքակազմը իհարկե վերաբերում է մշտադալար ծառերին, որոնք որ նույնպես ձմեռային ամիսներին որոշ չափով օդի աղտոտվածության խնդիրը իրենց վրա, լուծելու խնդիրը իրենց վրա են վերցնում, բայց նաև այդ ծրագրում տարատեսակ այլ միջոցառումներ, որոնք վերաբերում են, այսպես ասած, առանց կատալիզատորների ավտոմեքենաների շահագործմանը, էական աղտոտվածություն ապահովող գործարաններին են վերաբերում եւ այդպես շարունակ։ Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց սրբազան կրակը, սրբազան կրակի իջնելու հրաշքը տեղի ունենում Քրիստոսի հարության տոնի նախօրեին։ Ըստ Հուլիան օրացույցի կրակը հայտնվում է Տիրոջ գերեզմանի տաճարում, որը կանգնեցված է նույն այն տարածքի վրա, որտեղ Հիսուս Քրիստոսը խաչվեց, թաղվեց եւ հարություն առավ։ Արամ առաջին կաթողիկոսը Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի արդիվ ողջունել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին, մաղթելով աստվածահաճո եւ հայրենաշեն իրագործումներով երկար գահակալություն։ 5 տաղավար տոներից Սուրբ Զատիկը քրիստոնյայի կյանքում առանձնակի կարևորություն եւ մեծագույն նշանակություն ունի։ Այն մեծ ուրախությամբ նշվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունից ի վեր, որ Քրիստոսի կողմից մեզ պարգևած հաղթանակն է։ Նա իր մահով ջախջախեց մահը։ Ավակ շաբաթը պատկերն ու օրինակն է առաշչության 7-րդ օրվա, երբ Աստված հանգստացավ իր բոլոր գործերից։ Աստված 6 օրում արարեց ժամանակավոր եւ ապականության ենթակա աշխարհը, իսկ 7-րդ օրը սրբերի հանգիստը։ Անցած օրերին Աստված պատվեց արարչությամբ, իսկ այսօր օրհնությամբ ու սրբությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Հարության տոնի արդիվ շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին։ Նա Սուրբ Զատիկը շնորհավորել է 5-րդ Սաղմոսով՝ թող բարձրանան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին։ Այսօր երեկոյան հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է Սուրբ Զատկի ճրագալույցի արարողությունը։ Այսպիսի պատարագ տարին 2 անգամ է մատուցվում՝ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոների նախատոնակին։ Ընթերցվածներ են լինում, մարգարեական ընթերցվածներ, առաքելական թղթերի ընթերցված, վերջում ընթերցվում է Դանիելի մարգարեի թողը, որը Սուրբ Բեմից է ընթերցվում 3-4 սարկաղակներով հանդիսավոր, որից հետո արդեն փակ վարագույրը բացվում է եւ սկսում է ճրագալույցի Սուրբ պատարագը։ Ճրագալույցի պատարագով ավարտվում է ավակ շաբաթն ու մեծ պահքը։ Պահեցողությանը 48 օր հետևած հավատացյալները պատարագի ավարտին հաղորդություն են ստանում։ Եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում եւ տանում իրենց տները լուսավորելու Քրիստոսի լույսով։ Մոտ 12 տարի նավասարդ սրբազանի օրհնությամբ եւ աջակցությամբ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության անդամներն իրականացնում են Հարության ավետիս խորագրով կանթեղներով երթը եւ Հանրապետության հրապարակի քարե գորգի վրա ձևավորում հայոց մշակութային գանդարանից որևէ խաչ ու աղոթում։ Հանրապետության քարե գորգի վրա ձևավորում ենք մեր սրբություններից հիմնականում խաչ, բայց եղել է որ գեղարդնել ենք Սուրբ Աստվածամուխ գեղարդնել ենք, կազմել այդ գորգի վրա, անցած տարի մենք արեցինք Աշոտ Երկաթի բանակի խաչը։ Այս տարի շատ գեղեցիկ ձևավորել ենք, անակնկալ եմ անել։ Սուրբ ճրագալույցի պատարագն ավարտվում է Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսով։ Եկեղեցում վառված կրակը ձեռքին հավատացյալները այս երեկո այցելում են միմյանց տները եւ փոխանցում Տիրոջ հարության ավետիսը։ Քրիստոս հարիավ իմերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Կիրակի առավոտյան արդեն Մայրաթոր Սուրբ Էջմիածնում պատարագ է, հնչելու է հայրապետի զատկական պատգամը։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։
Եվ վերջում մարդկանց եւ ռոբոտների մասնակցությամբ Պեկինում անցկացված աշխարհում առաջին համատեղ կիսամարաթոնին այսօր 20 մարդանման ռոբոտ է մասնակցել։ Առաջինը եզրագծին հասնել է Tiangong Ultra ռոբոտը, որը 2 ժամ 40 րոպե 42 վայրկյանում անցնելով ավելի քան 21 կիլոմետր, մոտ 1 ժամ առաջ է պոկվել մոտակա մրցակցից։ Մարդ վազորդներից ամենաարագը Եթովպիայի ներկայացուցիչներն են եղել։ Լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։